Գագիկ Ծառուկյանի ձեռքերին առաջին անգամ փակված ձեռնաշղթաներ են։ Քննչական մարմնից նա դուրս է գալիս անավարտ թողած իրանցի գործարարի հետ առերեսումը։ ԲՀԿ առաջնորդին ծափերով են ճանապարհում համակիրները։ Երեքշաբթի ավելի քան 10 ժամ տևած առերեսումից հետո Ծառուկյան իրանցի գործարար առերեսումը այսօր չի էլ վերսկսում։ Փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով իրեն վարույթից հեռացնելու միջնորդություն է ներկայացրել իրանցի գործարարը։ Նպատակը մենակ մի բան կարա լինի, չէ՞, ինձ հեռացնել, որ ես չխանգարեմ։ Ըստ փաստաբանի, իրանցին դեմ է եղել քննչական գործողությանը իր ներկայությանը, պատճառաբանելով, թե հայ-իրանական բիզնես բանակցություններին մասնակցել է փաստաբանը, ուղեկցել է Ծառուկյանին, տեղյակ է գործարքի մանրամասներին։ Ես որպես ով եմ եղել այդտեղ, դու ինձ որպես ով ես ճանաչել, ասում եմ, որպես Հայաստանի լավագույն փաստաբաններից մեկը եւ որպես ամենակարևորը Գագիկ Ծառուկյանի փաստաբան։ Այսինքն ես այնտեղ չեմ եղել մասնավոր անձ, ես չեմ եղել բիզնես գործընկեր, ես չեմ եղել, չգիտեմ, ընկեր։ Սարգսյանը չի հերքում, մասնակցել է հայ-իրանական գործարար շփումներին որպես Ծառուկյանի իրավաբանական խորհրդատու։ Ասում է դա պարտադիր է այդ մասշտաբի բիզնես հանդիպումների ժամանակ։ Հիմա քննչական մարմինը փաստաբանից պահանջում է ներկայանալ հարցաքննության որպես վկա։ Հիմա ծանոթագիր եմ տվել, որ գնամ հարցաքննության, որ գնամ ինչ, ասեմ, ընկեր դու չգիտես, որ ինչ չես կարա հարցաքննես որպես փաստաբան, կանչել ես հարցաքննության, որ ցույց տա, դե որ որոշում եմ կայացրել, հետևից էլ կանչում եմ հարցաքննության, ասենք այս խայտարակությունը միջև ոնց կարա, ասեմ, միջև ու կարա գնալ։ Փաստաբանը կասկած չունի, իրեն մեկուսացնում են Ծառուկյանի անմեղությունն ապացուցող փաստերը կոծկելու համար։ Ըստ Երեմ Սարգսյանի հայ-իրանական առևտրային կենտրոն ստեղծելու գործարքում իրական տուժողը Ծառուկյանն է եւ դա հաստատված է անգամ իրանական դատարանի վճռով։ Իրանցիները պարտավորվել են $14.5 միլիոն վճարել հայ գործարարին 2 տարվա ընթացքում, սակայն փողը տալուց փորձում են խուսափել, օգտվելով Հայաստանում Ծառուկյանի դեմ սանձազերծված արշավից։ Մեր մոտ կարծեք թե մեր ապա մարմինները ասենց ոսկե ձկնիկ են գտել իրենց համար, որովհետև շահերը համապատասխանում է փոխադարձաբար, նրանք գումար են ուզում, էսմանցիկ էլ ուզում են Ծառուկյանին կալանքի տակ պահեն, երկուստեղ համատեղ շահերը բռնում է, փորձում են իրար հետ համագործակցեն։ ԲՀԿ առաջնորդի պաշտպանական թիմը բացարկի միջնորդություն է ներկայացրել քննչական խմբին, խմբի ղեկավարին։ Ծառուկյանի փաստաբանները հրաժարվում են քննչական ցանկացած գործողությունից, ընդգծում ապօրինությունների շարք են սկսել իրավապահները։ Այս անհավասար պայմաններում մրցակցության սկզբունքի բացակայության պայմաններում աշխատելը իմ կարծիքով տեղին չէր լինի ու պետք է անպայման այս ամեն ինչը ամրագրվել հենց բացարկի միջնորդությամբ։ Ծառուկյանի փաստաբաններն ու թիմակիցները պնդում են ամեն ինչ անելու են ապացուցելու, որ ԲՀԿ առաջնորդի դեմ բոլոր վարույթները միմիայն քաղաքական նպատակ են հետապնդում։ Դատախազություն պետք է բողոքարկենք առաջին հերթին, եթե դատախազություն չբավարար, հետագայում դատարան։ Հայաստանի Հանրապետությունը այլևս իրավական պետություն չէ, Հայաստանի Հանրապետությունում այլևս մասնավոր սեփականություն իրավունք չկա։ Որ Ծառուկյանի դեմ հարուցված փողերի լվացման խարդախության վարույթը շինծու է, կասկած չունեն նրան աջակցող քաղաքացիները, քաղաքական գործիչները։ Հայաստան դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով այս բովանդակությամբ գործը րոպեական կփլուզվեր, եթե հայտնվեր եվրոպական դատարանում։ Որպես կանոն, այսպիսի գործերը եվրոպական դատարանում ուղղակի փլուզվում են։ Միանգամից արձանագրվում է իրավունքի կոպտագույն խախտում, մարդու հիմնարար իրավունքի ոտնահարում եւ այլն։ Իսկ այս դեպքը շատ ակնառու է, որ այդպիսին է։ Թե Ծառուկյանի գործում այս անսպասելի շրջադարձից հետո ինչ ընթացք կստանա քննությունը, իրավագետները ձեռնպահ են մնում կանխատեսել։ Ասում են իրավական աբսուրդների երկրում հնարավոր է անգամ աներևակայելին։ Լիլիթ Խալաթյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։